Ողջույն։ Այսօր հունվարի 29-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչյանը։ Ավելի քան 3 ժամ տևած ասուլիսն անցավ բավականին հագեցած, հետաքրքիր գնահատականները, ձևակերպումները, թե ներքին, թե Հայաստանի արտաքին, թե միջազգային քաղաքականություն ներկայացնելիս խորքային էին, լավ ուսումնասիրված եւ ամենից կարևորը պրագմատիկ։ Առաջկա մի քանի թողարկումներում նախագահ Քոչյանի ասուլիսի որոշ դրույթներ կփորձենք բացել Արցախի ու փախստականների իրավունքների, պաշտպանության, տնտեսության ու սոցիալական վիճակի, քաղաքական դաշտի մասով։ Այժմ ընդհանուր անդրադառնամ մի քանի թեմայի։ Ժամանակակից աշխարհը մեր աչքի առաջ փոխվում է բավականին արագ։ Տեղի են ունենում վերադասավորումներ, ազդեցության գոտիների բաժանումներ, փոփոխություններ եւ Հայաստանի նման փոքր պետությունները պետք է կարողանան այդ աշխարհում այնպիսի տեղ զբաղեցնել, որ կորուստներով դուրս չգան։ Առաջին հերթին անվտանգային, ապա տնտեսական եւ այլ առումներով վտանգ չստեղծեն իրենց համար։ Եվ այդ առումով Հայաստանի իշխանության քաղաքականությունը երկրորդ նախագահը համարում է խիստ անհասկանալի եւ առնվազն այդ տեսանկյունից անընդունելի։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությունը անգամ հիմա փորձում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություն ունենալ։ Իսկ Եվրոպան ապրում է իր համար ամենածանր ժամանակները եւ միանշանակ է, որ չի կարողանալու առանց ազդեցության կորուստների դուրս գալ։ Համաձայն երկրորդ նախագահի այս խառը իրավիճակում Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվի, ճիշտ քաղաքականություն վարի, ամեն ինչ անի, որ չդառնա գերպետությունների շահերի բախման կետ։ Երկրորդ նախագահը նշում է, թե ինչպես Վրաստանը Սաակաշվիլիի ժամանակ փորձեց խաղալ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հակասությունների վրա, ստացավ պատերազմ եւ տարածքային կորուստներ։ Ուկրաինան փորձեց խաղալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շահերի բախման վրա, ստացավ պատերազմ եւ տարածքային կորուստներ։ Հայաստանը 2020-ից սկսեց կորուստները ելի իշխանության արկածախնդրության պատճառով եւ շարունակվում է մինչեւ հիմա։ Եվրամիությունը, որ ամեն ինչ արեց Ուկրաինայում պատերազմի դադար թույլ չտալու համար, հրահրեց, Զելինսկուն համոզեց, ընդհուպ ասում էին՝ դու հաղթած ես արդեն, զենք կտանք, փող կտանք։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հենց այսօր հայտարարում է. Կիևը կարող է շատ լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում Ուկրաինային մնացած հատվածում խաղաղության համար, անվտանգության երաշխիքների համար, այն որ մնում է ասեն, դե մալադեց։ Հայաստանի պարագայում էլի նույն Եվրոպան նստեց սրանց ականջին ու 22 թվականին սա Արցախը զիջեց։ Ամենացավոտ զիջումներին արդեն տարել են, բայց խաղաղության երաշխիքը չկա ու չկա։ Դե որտեղից։ Ով պետք է տա այդ երաշխիքը, մեկը լինի իրենց երաշխավոր կանգնի։ Ու հիմա միայն Ադրբեջանի նախագահի ցանկությունից է կախված այս փխրուն խաղաղությունը, որ ուզում եք իմանալ, ավելի ստույգ սա հրադադար է մինչ Հայաստանում ընտրություններ։ Ի տարբերություն երկրորդ նախագահի, այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կշռադատված գործելու խորհրդի Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ լարված հարաբերություններ ունի։ Ամեն ինչում նրան է մեղադրում, անգամ հիբրիդային պատերազմի մեջ, այն էլ հիմա, երբ Միացյալ Նահանգները անգամ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների կողմնակից է։ Դա էլ այն դեպքում, երբ Հայաստանը տնտեսապես ուղղակի կփլուզվի առանց Ռուսաստանի։ Եվրամիությունում այս ճգնաժամային իրավիճակում էլ Հայաստանի իշխանությունը ամեն օր հայտարարում է Եվրամիություն գնալու երազանքի մասին։ Այսօր Եվրամիությունը այնպիսի իրավիճակում է, որ նրա մասնատումը շատ ավելի հնարավոր է, քան ընդլայնումը։ Բա մեր հաշվարկը ո՞րն է։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, Ռոբերտ Քոչյանը նշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս ամբողջ փոփոխությունների մեջ Հարավային Կովկասը չի դիտարկում։ Այստեղ տնտեսական շահեր չունի, ոչ էլ անվտանգային, որ ուզում ենք իմանալ, անգամ ազդեցության հարց չի լուծում։ Թրիփը ԱՄՆ-ին հետաքրքիր է միայն Իրանի հետ սահմանին վերահսկողություն ունենալու տեսանկյունից։ Թրամփի ուղու այդ 74%-ը, որ սրանք հանձնել են ԱՄՆ-ին կառուցման համար, միայն իրենց պարգևավճարների գումարով Հայաստանը ինքը կարող էր կառուցել։ Բայց սրանք մեր սուվերեն տարածքը հանձնել են մի պետության,
որը այդ պրոյեկտում տնտեսական շահ չունի եւ դիմում է ադրբեջանական ընկերությունների նրանց ներգրավելու համար։ Այսինքն ծրագիր է, որը Հայաստանին տնտեսական օգուտ չի տալիս, ԱՄՆ-ին եւս չի տալիս եւ միակ օգուտը Թուրքիային ու Ադրբեջանին է տալիս։ Ուստի Քոչարյանը դա բնութագրում է հայ-ամերիկյան պրոյեկտ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Եվ ուրեմն այդ թրիփը լինելու է մեզ համար անվտանգային սպառնալիք, քանի որ միևնույն է Իրանը չի հանդուրժելու իր սահմանին Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը։ Իսկ այդ ներկայությունը մենք ենք բերում, մեր հրավերով, առանց իրենց հետ համաձայնեցնելու, լավ իմանալով, որ թե ինչ նյարդ է այն պարունակում։ Նկարվելով չէ, գորգորալով չէ, սրա տակից պետք է դուրս գանք։ Ու ամենավատն այն է, որ վստահության մեծ դեֆիցիտ ունենք արդեն մեր մոտակա հարևանի հետ։ Մալադեց քեզ Նիկոլ։ Ում հետ լավ էինք, նրանք էլ երես կթեքեն մեզանից։ Ինչի համար։ Հա, որ Ադրբեջանին ու Թուրքիային լավ լինի։ Բավականին ընդլայնված էր երկրորդ նախագահի հարցազրույցի ասուլիսի ներքաղաքական հատվածը։ Ընտրություններից մինչև պարգևավճար, եկեղեցի, դատական համակարգ, աղքատություն, թոշակներ, Նիկոլի տված ու չկատարած խոստումներ, բանակի վիճակ, նախկիններ չարչրկված թեզը եւ այլն։ Նախագահ Քոչարյանը անբարոյականություն է համարում այս աղքատության ֆոնին իշխանության ճոխ պարգևատրումները։ Նշեց, որ իր օրոք գործազրկությունը 20%-ից իջել էր 7%-ի, Նիկոլի օրոք հասել է 14%-ի, բայց չգիտես ինչի, սրանք գլուխ են գովում։ Խոսեց իր օրոք օտարերկրյա միլիարդավոր ներդրումների մասին, խոսեց եկեղեցու դեմ իշխանության պայքարի մասին, դարձյալ համարելով անբարոյականություն, խոսեց մեր արժեքները ոտատակ տալու մասին, ի տարբերություն սրանց, որ ասում են չի կարող բանակը լինել անվտանգության երաշխավորը, նախագահ Քոչարյանն ասում է, հենց բանակը պետք է լինի թիվ 1 երաշխավորը եւ բանակը պետք է լինի ուժեղ, թույլ չտալու համար պատերազմ։ Ի տարբերություն Նիկոլի, որ ասում է, քանի որ մենք հապկանդամ ենք, զենք չեն տալիս ուրիշ երկրները, երկրորդ նախագահը պնդում է, որ ինքը ուրիշ երկրներից բերել է զենք իր կառավարման ժամանակ եւ երբեք չի ունեցել խնդիր։ Ուղղակի այս իշխանությունը գլուխ չի հանում թե բանակից, թե մյուս ոլորտներից եւ պետության կառավարումից։ Կարևոր թեմա էր հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունները։ Նախագահ Քոչարյանն ասում է, այժմ իրավիճակը ունիկալ է։ Հարցադրումները փոխվել են։ Նախկինում եթե անվտանգությունն էր թեման, տնտեսությունն էր, աղքատությունն էր, հիմա դրանց ավելացել են ազգային հարցերը։ Արարատ թե Արագած։ Եկեղեցի լինի թե չլինի։ Հայոց պատմություն մեզ պետք է թե պետք չէ։ Ու նման հարցեր։ Ու նախագահն իր ասուլիսում գլխավոր ֆոն էր դրել հենց Արարատ լեռը, խոր վիրապ եկեղեցով, ընդգծելու իր վերաբերմունքը մեր ազգային սիմվոլների նկատմամբ։ Շատ ցավալի է, որ մենք հասել ենք այս իրավիճակին։ Ամբողջ ժողովուրդը դեմ է Փաշինյանի այս խոսույթին եւ այս առումով առաջիկա ընտրություններում ընդդիմության շանսերը բարձր են, քանի որ կա ժողովրդի մեջ հակազդեցություն շատ մեծ Փաշինյանի քաղաքականությանը, թե ազգային, կրոնական հարցերում, թե սոցիալ-տնտեսական, եւ ողջ ընդդիմությունը այս առումով նույն թեզերն է առաջ տանելու։ Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է ընդդիմության մեջ հաջողության հասնելու համար լինի առողջ համագործակցություն։ Անհնար է, որ ընդդիմությունը մեկ ճակատով գնա ընտրության, բայց խիստ անհրաժեշտ է համագործակցությունը, միմյանց չհարվածելը, իրարից ձայն չփախցնելը նախընտրական փուլում եւ խիստ հնարավոր է հետընտրական համագործակցությունը։ Երկրորդ նախագահը հնարավոր է համարում, որ կձևավորվեն մի քանի ընդդիմադիր խոշոր միավորներ եւ հետընտրական փուլում կմիավորվեն հանուն այս իշխանությունից ազատվելու եւ երկիրը դեպի զարգացում տանելու։ Կարճ ասած։ Գլխավոր հարցը. Ռոբերտ Քոչարյանն ինքը ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին, նախագահ Քոչարյանը չմանրամասնեց։ Ասաց. իր համար կարևորը իր անձը չէ, այլ ճիշտ, պրագմատիկ վերլուծությամբ պայքարի մտնելը, քանի որ այս ընտրությունները պարզապես խորհրդարանական հերթական ընտրություն չեն, այլ Հայաստանը ինչպիսին լինելու հարցն է։ Այս ընտրություններն են որոշելու Հայաստանը Սյունիքով է շարունակելու մնալ, թե բաժանվելու է, եկեղեցի ունենալու ենք, թե ոչ։ Այս առումով իրոք որ բացառիկ ընտրություններ են։
Ով կղեկավարի Ռոբերտ Քոչարյանի դաշինքը առաջիկա ընտրություններում դեռ պարզ չէ։ Հավանականությունը մեծ է, որ հենց նախագահ Քոչարյանը ինքը, քանի որ թե անվտանգային, թե պաշտպանական, թե պետական կառավարման, թե մասնավոր կառավարման, թե աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելու, կողմնորոշվելու առումով անմրցելի փորձ ունի։ Իսկ Հայաստանում ամենակարևոր հարցը հետևյալն է. ով կարող է երկիրը այս վիճակից դուրս բերել։ Սիրում եմ, չեմ սիրումի ժամանակները վաղուց են անցել։ Հիմա հարցը հենց դա է. ով կարող է, ով չի կարող։